Հասկանալի է իշխանությունների օրակարգը, նրանք տանում են նրան, որպեսզի իրենց հաջող մայրաթռում իրենց հաջող մարդը նշանակվի, որը որ իրենց ձևակերպումով ապաքաղաքական կլինի, չի մասնակցի որևիցե քաղաքական գործընթացների եւ ընդհանրապես քաղաքական հայտարարություններ ու աստար չի հաղորդի իր գործունեությանը։ Եկեղեցին ըստ էության այդպեսին էլ պետք է լինի։ Դե ըստ տրամաբանության այո, բայց այդտեղ ուրիշ նրբություն կա։ Ուրիշ բան, որ այո, եկեղեցին քաղաքականությամբ չի զբաղվում, բայց ուրիշ բան, երբ որ եկեղեցին հայ ազգի եւ հայ ինքնության պահպանության գործընթացով է զբաղվում, որը որ չի կարող որևիցե կերպ առնչություն չունենալ նաեւ ներքին քաղաքականության հետ։ Ուրիշ բան, երբ որ հա եկեղեցական ես, եկեղեցական ես, չէ, ներողություն, ես ավելի հստակեցնեմ, եկեղեցական ես, քաղաքական միտք ես արտահայտում, քաղաքականությամբ ես ուզում զբաղվել, դիր եկեղեցական քո կոչումը պաշտոնը վեղարը թանի զբաղվի քաղաքականությամբ։ Ուրիշ բան է, երբ որ դու մտահոգ ես քո վաղվա օրվա համար, քո ժողովրդի համար, դու որպես նաև հոգևորական բացառապես շարժում ես ազգային պետական մտածողությամբ, հասկանում ես վերահաս վտանգները, հեռահար, եւ այստեղ շարժվելով բացառապես այն տրամաբանությամբ, երբ որ պետություն չի եղել, եկեղեցին է կանգնած եղել եւ միշտ պետությունը փոխարինել է եկեղեցով ժամանակին, այս տրամաբանության շղթայում փորձես օգտակար լինես պետության պետականությանը, դա է հարցը։